Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Սուսաննա Սարգսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ հետևել եք իրադարձություններին, զարգացումներին արդեն ծանոթ եք եւ ուզում եմ առաջին հարցից սկսել Հայաստանում իշխանություն եկեղեցի հարաբերությունների մասին։ Կարծես թե նոր փուլ է մտել այս լարված իրավիճակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գոյություն ունի դավադիր պլան ամենայն հայոց կաթողիկոսությունը Հայաստանից փորձում են տեղափոխել, դա կլինի կամ Վիեննան, կամ կլինի Մոսկվան, կամ այլ կենտրոններ։ Եվ դրա հետ կապված նա պնդում է, որ թույլ չի տալու հակազդեցությունը լինելու է շատ կոշտ։ Եթե չլսեն, այսինքն անեն այն, ինչ որ իրենք արդեն պլանավորեն, կզգան զգուշացումներ, հայտարարել է վարչապետը, ընդ որում Սփյուռքի ներկայացուցիչներին էլ է զգուշացնում այս ամենի մասին, որպեսզի աջակցություն չունենան։ Այս ամենը վերաբերվում է եպիսկոպոսած ժողովին, որ տեղափոխել են երկրում իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի պատմության ընթացքը փոխել են այս իրադարձությունների հետ կապված։ Հիմա այս հայտարարություններից հետո փաստաբան Արա Զորաբյանը գրառում կատարեց Facebook-յան իր էջում եւ պնդում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում եւ կիրառվել է երկրից դուրս գալու արգելք իբրև խափանման միջոց եւ իր գնահատմամբ սա նպատակ ունի խափանելու հենց եպիսկոպոսած ժողովը եւ ընդհանրապես այս ամենը համարում է ոչ օրինական։ Հիմա ձեր կարծիքը որպես փաստաբան երկրից դուրս գալու արգելքը, վարչապետի հայտարարությունը թույլ չտալու, սրանք որքանով են իրավական այս իրավիճակում։ Արդյոք դրանք խախտումներ չեն, արդյոք դրանք ճնշման նոր գործիքներ չեն։ Տեսեք, այստեղ արդեն բնականաբար սրանք լուրջ խախտումներ են, իրավական պետությունում չի կարող լինել նման բան, որ պետությունը միջամտի կրոնական միավորումների, այս դեպքում եկեղեցու գործերին, քանի որ եկեղեցին սահմանադրությամբ անջատ է պետությունից եւ այս հարցը կարծես թե հիմնավորապես կարգավորված եւ սահմանված է սահմանադրությամբ եւ եկեղեցու ներքին կանոնակարգերով։ Եթե մենք լինեինք ապրեինք իրավական պետությունում, նման տեսարանի մենք բնականաբար չէինք ականատես լինի եւ եկեղեցին չէր բախվի նման հակազդեցության, նման գրոհների պետության կողմից եւ պետության բարձր իշխանության բարձր հովանավորության ներքո։ Փետրվարի 13-ին ինչ է ազդարարում, որ ընթացքը փոխվել է պատմությամբ, եկեղեցու պատմության ընթացքը փոխվել է, կարծում եմ հենց պայմանավորված են փետրվարի 13-ի քննչական գործողություններով, կաթողիկոսին առաջադրված մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդումով եւ կիրառված խափանման միջոցով, որովհետեւ սա պատմության մեջ չլսված փաստ է։ Եվ նման մասշտաբի անօրինականությանն էլ մենք դեռ չէինք բախվել, գիտեք, բազմաթիվ են անօրինական մեղադրանքները, հետապնդումները, ինչու՞ չէ կալանավորումները, բայց Իզմիրյան կենտրոնում եղան եղան խուզարկություններ։ Ես հիմա կգամ Իզմիրյան կենտրոնին, ինչ է միտված, եւ դատական ակտը դատարանի կողմից կայացված միջանկյալ դատական ակտը իբր հայցի ապահովման միջոց, սա ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերին եւ ինչն է տարօրինակ, որ դատարանը, ես քննչական կոմիտեի հայտարարությանը ծանոթացա, որ դատարանը նաեւ հողում է արել իր որոշմամբ, հողում է կատարել եկեղեցու կանոնադրությանը, կանոնակարգերին եւ չգիտես ինչու նույն կանոնակարգում նաեւ արգելքներ կա եւ բազմաթիվ հոդվածներով պետք է դատարանը առաջնորդվեր, եթե հողում է կատարում որոշման հենց կանոնադրությանը, կանոնակարգերին, պետք է նաեւ առաջնորդվեր դրանով։ Այսինքն ունենք դատական ակտ, համաձայն, այսինքն այդ ամենը չպետք է լիներ։ Այո, ընդհանրապես դատարանը պետք է չմտներ եկեղեցու դաշտ։ Ինչ է արել դատարանը տրամաբանորեն եւ օրենսդրական առումով, հենց եկեղեցու կանոնակարգերով, փաստացի դատարանը որոշել է, ես չգիտեմ ինքը եկեղեցական որ ատյանի
իրավ լիազորություններն է յուրացրել, բայց իրեն դրել է եկեղեցական որևէ ատյանի տեղ եւ որոշել է, որ պետք է մասսայոտնաց թեմի առաջնորդը միջև վերջնական դատական ակտ կայացնելը պաշտոնավարի թույլատրելիություն հասանելիություն ունենա թեմի բյուջեին, ֆինանսական միջոցներին ղեկավարի այդ ֆինանսական միջոցները չնայած նաև մյուս հարցերն են կարևոր որպես կառավարման մարմին ու դատարանը փաստացի իր լիազորությունները թողած սկսել է եկեղեցական որևէ ատյանի կամ եկեղեցական ժողովի լիազորություններ իրականացնել եւ նման դատական ակտ բնության մեջ չի կարող լինել իրավունքի դաշտում չի կարող գոյություն ունենալ եւ մենք այսօր կարող ենք հաստատապես ասել, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք Եվրոպական դատարանի դատական ակտ վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հենց այս գործով, որովհետև Եվրոպական դատարանը բազմիցս մի շարք գործերով է արձանագրվել պետության մուտքը կամ խոչընդոտումը կամ միջամտումը եկեղեցու գործերին արգելված է, այսպես դատական ակտերը հրապարակային են, բոլորն էլ կարող են ծանոթանալ, չնայած պաշտպանական թիմն էլ այդ մասին բարձրաձայնում եւ այս ամենը դիտարկել որպես պատմության շրջադարձ կամ պատմության հունը փոխող, այո, սա պատմության հունը փոխող է, բայց ոչ դրական առումով հարց է լուծում հենց Նիկոլ Փաշինյանը եկեք այստեղ ես Հայաստանի առաքելական եկեղեցին կաթողիկոսություն, այսինքն կաթողիկոսությունը թույլ չի տալիս Հայաստանից դուրս հանել հայոց կաթողիկոսությունը։ Այստեղ գիտեք ոնց տեսակետները խիստ տարբեր են եւ մտավախություններն էլ են տարբեր։ Մոտեցումներն էլ են շատ տարբեր, բայց ես այն կարծիքին չեմ, որ որևէ կաթողիկոս, հայ կաթողիկոս նստավայրը կտեղափոխի որևէ այլ երկիր եւ դուրս կգա Էջմիածնից։ Սա կլինի, ոնց ասեմ, եկեղեցու կապիտուլյացիա։ Կարելի է այսպես ձևակերպել, որը չեմ կարծում, որ որևէ կաթողիկոս իր մաշկը փրկելու համար նման քայլի կգնա։ Գուցե հայտարարությունների մակարդակում կլինեն, գուցե խոսակցություններ կլինեն, գուցե սադրանքներ կլինեն այս առումով, բայց այն ինչ մենք տեսնում ենք այսօր ականատես ենք լինում դուրս է մեր սահմանադրությունից եւ եկեղեցի պետություն իրավահարաբերությունների կարգավորումից դա բացահայտ փաստ է։ Եվ այստեղ թե եկեղեցին ինչպես է պաշտպանում իր շահերը, իր սահմանները, իր տարածքները, փաստացի այսօր իշխանությունը, պետությունը մտել է մի տարածք, որտեղ մտնելու իրավասություն չունի։ Այլ բան է, երբ որ եկեղեցում կամ եկեղեցականը կկատարի կոնկրետ ենթադրյալ հանցավոր արարք, այդ արարքին իրավապահ համակարգը դա քրեաիրավական գնահատական սա լրիվ այլ հարց է, որևէ մեկը չի ասում, որ եկեղեցականը կարող է կատարել օրենքով արգելված արարք եւ դրա համար չկրի պատասխանատվություն։ Բայց երբ որ չկա նման բնութագրում, չկա նման արարքի բովանդակություն եւ միակ բովանդակությունը այդքան օդում հնչեցված մեղադրանքների համատեքստում միակ մեղադրանքը դա դատական ակտը չկատարելն է, չարամտորեն դիտավորյալ կամ կատարմանը խոչընդոտելը, սա արդեն խոսում է մի բանի մասին, որ պետությունը իր պոզիտիվ լիազորությունները իրականացնելուց այլ բան չի գտել, չնայած բազմաթիվ մեղադրանքներին եւ ստեղծել է մեղադրանք առաջադրելու հիմքեր եւ ապօրինի հիմքեր։ Այսինքն այս մեղադրանքը, որը առաջադրվել է եւ այս խափանման միջոցը իրավաբանորեն ապրելու հնարավորություն չունի։ Դա ինչ է նշանակում, որ անձը ինչ որտեղ փախնելու, ինչ որ ապացույցներ ոչնչացնելու գործողությունների է գնալու դրա համար է նա։ Դեք ինչ, եթե կաթողիկոսը փախնելու կամ որևէ ապացույցներ ոչնչացնելու միտում ունենար, միջև այսօր դա կատարած կլիներ։ Եթե միջև օրս ինչքան ժամանակ է տևում այս եկեղեցու դեմ հարձակումները, չնայած որ բնութագրվում են որպես կաթողիկոսի դեմ։ Ինչ չէր կարող անել միջև այս պահը, որ պետք է սրանից հետո անի։ Ինչով է խոչընդոտելու երկրից բացակայելու արգելքը ապացույցներ ոչնչացնելու։ Ինչով է խոչընդոտելու։ Որևէ բանով չի խոչընդոտվելու։ Նորից ասում, եկեղեցին փակ կառույց է եւ ինքն է որոշում իր գործունեությունը կառավարումը ինքնակառավարվող մարմին է։ Որևէ մեկը չի կարող ասել դու պետք է այս, չգիտեմ,
մշակութային արժեքը այստեղ դնես կամ այնտեղ դնես, դա իր բացառիկ Այդ դեպքում լիազորությունն է։ ինչ կարող է լինել, որ Նիկոլ Փաշինյանը դրանից ինչ որտեղ վախենում է, այսպես ասենք։ Գիտեք ոնց իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ոչ թե կաթողանիստ եկեղեցին, տեղափոխելու խնդիր կա, այլ լրիվ այլ խնդրից է վախենում, որ ինքը ինչ որ բան չի հասցնի։ Ես հիմա չեմ ուզում որոշ փակագծեր բացեմ, ժամանակը կգա, կտեսնենք, թե ինչից է վախենում եւ իրենք Ամեն դեպքում սա նրա վախերի արդյունքն է, այն որ վախերի արդյունք է, հայտարարությունները։ այն որ վախերի արդյունք է եւ իրենց արժեվ դրված խնդիրների լուծմանը չհանգելու վախերի արդյունք է, դա իմ կարծիքով միանշանակ է, ինձ համար միանշանակ է, այդ թե ինչով են պայմանավորված այդ վախերը, հաստատ դա եկեղեցու կամ եկեղեցականների գործունեության հետ որևէ կապ չունեն։ Դա իմ կարծիքն է։ Ամեն դեպքում դուք գտնում եք, որ սա ոչ թե անվտանգության հարց է լուծում, սա քաղաքական ճնշում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ գործողությունները ապօրինի են։ Նշեցինք նաև Իզմիրյան կենտրոնում տեղի ունեցած այդ խուզարկությունները, համակարգիչների առգրավումը, սա էլ է իհարկե այս գործերի հետ է կապված։ Տեսեք, սա հաջորդ փուլն է։ Տեսեք, դուք նշեցիք, չէ, որ հայտարարություն է արել, որ գործողություններ կլինեն, եթե խոշի չգան կոշտ գործողություններ, հիմա առաջադրվեց մեղադրանք, ընտրվեց խափանման միջոց։ Իզմիրյան կենտրոնում 13-ի ամսի 13-ի լուսաբացից առավոտից խուզարկություններ, կարծես թե մեղադրանքներ հնչեցնել, որ փողերի լվացում է կատարել հարգեր տուրքերից եւ անմիջապես այդ մեղադրանքները կապեցին կաթողիկոսի մերձավոր շրջապատից գույք կամ ձեռք բերելու մեջ էապես բարձր արժեքներով եւ այստեղ սա հաջորդ մեսիջն է կաթողիկոսին, որ սա լինելու է հաջորդ մեղադրանքը։ Հիշում եք մի որոշ ժամանակ առաջ ես տաղավարում ասի, որ կաթողիկոսինից սպասենք, որ կաթողիկոսին էլ մեղադրանք առաջադրվելու եւ ստեղծվեց այդ մեղադրանքի հիմքը փաստացի անօրինական հիմք ստեղծվեց կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու համար։ Հիմա թե Իզմիրյան կենտրոնի այդ մեղադրանքները, այդ քրեական վարույթը ուր կհանգեցնի, արդյոք կհիմնավորվի թե չի հիմնավորվի, սա հարցի մյուս կողմն է, բայց այն, որ արդեն մեսիջը ուղարկվել է, հնչեցվել է, որ այ դու սրա հետ ես կապված, այսինքն սա երկրորդ նախազգուշացումն է, թե ինչ կլինի։ Այստեղ հարցը եկեղեցու զավթման մեջ է, ոչ թե այն թե ինչ է կատարվել, եթե կատարվել է, տեսեք, հենց Իզմիրյան կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռնվել էր 4 ամիս առաջ, ըստ գործընկեր Էրիկ Ալեքսանյանի, եւ 4 ամիս հետո նոր խուզարկություններ է կատարվում, եթե հարուցվել է քրեական վարույթ այդ հիմքով եւ կան մտավախություններ, անմիջապես պետք է կատարվեն խուզարկություններ, այ որպեսի հնարավորություն չունենա։ Տեսեք, քննիչականից քիչ չի արտահոսքերը, տեղեկությունների արտահոսքերը, որ արտահոսք ունենայեք, թողնում եք 4 ամիս, որ ինչ անեին։ Այսինքն այն ժամանակ կարող էին հեռանալ երկրից եւ այլևս։ Միանշանակ, եթե մարդը փախնելու ցանկություն ունենա կամ որևէ բան ոչնչացնելու ցանկություն ունենա, ինչի չգիտեն, որ իրենք այսօր իրավապահ համակարգի թիրախում են։ Եվ կաթողիկոսը, եւ կաթողիկոսի հետ փոխկապակցված ցանկացած անձ, որևէ մեկը հիմար չի, բոլորն էլ շատ լավ հասկանում են, առավել եւս ընտրություններից առաջ։ Նախորդիվ մենք խոսում ենք, որ Գյումրու քաղաքապետի կալանավորումը, տղայի կալանավորումը եւ ես նախկինում էլ ասացի, որ դեռ կլինեն ձերբակալություններ ընտրություններին ընդառաջ եւ այս գործընթացները շաբաթում փաստորեն եղաններից ավելի են լինելու, որովհետև այս ընթացքում սա, տեսեք, ոչ միայն քաղաքական լծակներ օգտագործելա, սա նաև իրավական մահակի օգտագործումն է այն անձանցն, որոնք կարող են խոչընդոտել այս իշխանության վերարտադրմանը։ Այսինքն իրենք վերացնում են իրենց ճանապարհից եւ խոչընդոտները, եւ այդ խոչընդոտները վերացնելու ապօրինի գործողությունների մեջ ներգրավում են անձանց այնպիսի շրջանակ, փաստացի դարձնում են ենթադրյալ հանցագործության մասնակից եւ կատարող, որ այս մարդիկ շատ լավ լինելով իրավաբաններ նաեւ գիտակցում են, որ վաղը մյուս օր եթե լինի այլ adekvat իշխանություն, քիչ թե շատ երկրի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների մասին մտածող իշխանություն, այս բոլոր շրջանակները բոլոր անձիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե ոչ ավելի ծանր, առնվազն պաշտոնական լիազորություններն անցնելու համար։
առնվազն, որովհետև այն ինչ կատարվում է, սա ոչ իրավունքի դաշտում է, ոչ բարոյականության դաշտում է։ Ես բազմիցս եմ ասել, եթե եկեղեցու հետ կան խնդիրներ կարգավորելու, եթե այդպիսի մտավախություններ կար, հրավիրեիք ժողով, դարձնեիք քննարկման առարկա, փակ դռների հետևում լուծեիք այդ հարցերը, հիմնավորեիք, եկեղեցական ժողովի մոտ հիմնավորեիք, որ կաթողիկոսը փորձում է քայքայել եկեղեցին, փաստերով հիմնավորեիք եւ հարցը լուծեիք խաղաղ ճանապարհով, ոչ թե այսօր այնքանը այս ամեն ինչը դուրս եկել բարոյականության եւ իրավաբանության շրջանակներից, որ ճանապարհին լուրերն էի կարդում ազգային ժողովի նախագահը այլ երկրի միջազգային մամուլի հարցազրույցում նշում է, որ եկեղեցում մանկապղծություն է տեղի ունենում ըստ օդում կախված լուրերի, հասկանում եք, եկեղեցու արժեքներին, արժե համակարգին են կպնում, եկեղեցու հեղինակությանն են կպնում, առանց որևէ հիմնավոր փաստ ունենալու, արդյոք կարելի է եւ դա թույլատրելի է հատկապես ազգային ժողովի նախագահի կողմից։ Նույն Ալեն Սիմոնյանի Մոսկվայում էլ լրագրողները այդ հարցը ուղղեցին, այդպիսի բացահայտ խայտառակ հայտարարություններ անել առանց որևէ հիմնավորման։ Այն դեպքում, երբ որ ամիսներ առաջ նույն զրույցը խոսակցությունը ըստ օդում կախված լուրերի իշխանական թևի մասին էր գնում եւ հասարակական կազմակերպությունների թե քաղաքական միավորումներից մեկի կողմից, հիմա անունը չեմ հիշի, նշված էր, որ հաղորդում է ներկայացվել միջազգային ինչ-որ ատյաններին եւ սպասում են պատասխանի։ Հիմա այս պատասխանը եղավ թե չեղավ, ես այս պահին նման տեղեկություն չունեմ, բայց ամեն դեպքում կպնել եկեղեցու հեղինակությանը նման խայտառակ հայտարարությունները առանց փաստական հիմքերի ըստ օդում կախված լուրերի, ես կարծում եմ, որ սա պետության էլիտայի, իշխանության էլիտայի ներկայացուցիչների կողմից անթույլատրելի է եւ անպատասխանատու է, որովհետեւ ամեն դեպքում եկեղեցին հազարամյա պատմությունով կանգնած է եղել մեր դիտարկվելը որպես մեր ինքնության սյուն, այսինքն դուք մեր ինքնությանն եք կպնում։ Ինչ միտում ունի այս գործելակերպը, այս հայտարարությունները եւ ընդհանրապես այս ակցիան, ինչ միտում ունի, եթե կաթողիկոսը առանձին հարցերը լուծեք կաթողիկոսի հետ, բայց երբ որ դուք ընդհանուր եկեղեցուն եք կպնում, սա արդեն չի կարող դիտարկվել որպես կաթողիկոսի խնդիրը։ Եվ ինչն է էական, որ բազմաթիվ այլ դեպքերով, կարևոր դեպքերով, որը ըստ էության ոչ թե անհատներին է, անձերին է վերաբերվում, այլ ինստիտուտներին, դիտավորյալ անձնավորեցնում են, որովհետև անձը կունենա եւ սիրողներ, եւ ատողներ, եւ կողմնակիցներ, եւ հակադարձողներ, անձնավորում են խնդիրը, փոքրացնում են խնդրի մասշտաբը, բայց իրականում քայքայում են ինստիտուտը։ Ու սա շատ վտանգավոր բացասական նախադեպ է ստեղծվել արդեն ու շատ վտանգավոր ուղղությամբ է տանում ամբողջ հասարակությանն ու պետությանը։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատմության ընթացքը իրենք փոխել են։ Իրենք պատմության ընթացքը վաղուց են փոխել, երբ որ սկսեցին հարվածել մեր ինքնությանը, մեր արժեքներին, մեր մշակութային եւ բարոյական արժեքներին, ազգային արժեքներին, մտան դպրոցներ, կառուցեցին դպրոցներ, բայց իրականում դպրոցներ տեսեք, փակելը մի կողմ դնենք, երբ որ դպրոցները միացնում են, սա այլ խնդիր է, բայց երբ որ դու դպրոց ես կառուցում, միլիոններ ես ծախսում, բայց այդ դպրոցում հայամետ, հայկական կրթություն չի ստանում աշակերտը, այլ հակառակը դու քայքայում ես հայկականի հիմքերը, հայեցիի հիմքերը, սա ինքնության մեկ փուլ, ինքնությունը ոչնչացնելու մեկ քայլ, եւ որ մշակութային պոակներ ես փակում, որը պետք է պայքարեր հակաադրբեջանական եւ հակաթուրքական այդ սպիտակ լուր մամուլային պատերազմի դեմ, փակում ես քարտեզագրական պոակը, որը պետք է այսօր հիմնավորեր կամ իր խոսքը բարձրացներ այ մեր տարածքային ամբողջականության, սահմանահատման, սահմանագծման հարցերի շուրջ պետք է խոսեր, դու ես ամբողջը ոչնչացրել ես եւ շատ մշակութային արժեքների ես կպել, շատ ազգային ինքնությունը պահպանող հիմքեր ես կպել ու ասում ես ինչ ես պահպանում, սա է խնդիրը մեր։ Սարգսյան, քանի որ խոսեցիք դպրոցների մասին եւ կրթությանը, նաեւ կարող ենք այստեղ ամեն դեպքում եկեղեցու հետ կապված իրադարձությունների մենք կհետևենք, որտեղ որոշ զարգացումները լինում են, հարկ լինելու դեպքում կրկին կանդրադառնանք
եւ ինչպես դուք ասացիք, փաստորեն եթե ամփոփենք հակաօրինական գործընթացներ են եւ այս ամենը արված է ոչ միայն անձի, այլ ամբողջ ինստիտուտի դեմ։ Միանշանակ, տեսեք, ինչի համար հիմա դպրոցի հարցին կանդրադառնանք, ինչի համար, տեսեք, Արցախի քաղաքական իշխանության ներկայացուցիչներին Բաքվում դատապարտեցին ՑՄՀ ազատազրկման։ Անձերից վերանանք, ես նախկինում եմ ասել, որ այդ անձերը պետք է դատապարտվեին Հայաստանի Հանրապետությունը, որովհետև եթե կա հանցագործություն ենթադրյալ, դա միայն Հայաստանի Հանրապետության դեմ է եւ հայ ժողովրդի դեմ է։ Բաքուն իրավունք չուներ այդ անձանց դատապարտել կամ դատավարություն իրականացնել, առնվազն պետք է տար միջազգային տրիբունալին, վերջ, այս հարցը փակված է, բայց եւ որ կարդում ես մեկնաբանությունները, սրանք ուղղակի սարսափելի են իրենց բնույթով։ Տեսեք, սա էլ է, Արցախը չկա, բայց Բաքվի դատավարությունը, եթե վերցնենք խորապես ուսումնասիրենք մեղադրանքներն ու այն ինչ կատարվեց, սա Արցախի դեմ էր։ Սրա հետևանքները ոչ այնքան Արայիկ Հարությունյանը կամ մյուսներն են կրելու, այլ կրելու է Հայաստանի Հանրապետությունը։ Վառ օրինակ 23 թվականից Բաքվի միջազգային դատարանին դիմաց հայցերով, որը 25 թվականին վերջնական պահանջը ձևավորեց, իսկ Մենսի այցի ժամանակ այդ հարցը նորից թարմացվեց, բարձրացվեց, այսինքն պահանջ, որ Հայաստանը Արցախում էկոլոգիական աղետ է առաջացրել, ինչ-որ բուսականություն է վերացրել կենդանական աշխարհը, բայց մենք հիշում ենք, որ պատերազմի ժամանակ այդ Ադրբեջանն էլ իր քիմիական զենքով ոչնչացրեց։ Եվ այստեղ հարցը ոչ թե վերաբերվում է անձերին, բայց իրենք ցածրացնում, դարձնում են անձի մակարդակի, որպեսզի այդ իրենք նրանց հանդեպ ունեցած ատելությունն ու բացասական վերաբերմունքը չեզոքացնի հիմնական խնդիրները։ Հասկանում եք, սրա մասին է խոսքը, էսի Արցախի հարցներն է, չգիտեմ, եկեղեցու հարցն է, այսինքն գլոբալ խնդիրը նսեմացնել, դարձնել, հասցնել անձի մակարդակի, որպեսզի կարողանան իրենց հակաօրինական, հակապետական, հակաեկեղեցական քայլերը օրինականացնել։ Սրանում է խնդիրը, մենք սա պետք է գիտակցենք եւ սրա դեմ պայքարենք։ Քայլեր ձեռնարկենք սրա դեմն առնելու համար, որ վաղը մյուս օր մենք ավելի մեծ կոլապսի առջև չկանգնենք։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդների եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնել, որ իմ հյուրն է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Գիտես Սարգսյան, քանի որ խոսեցինք դպրոցից եւ կրթությունից, խոսենք նաեւ անչափահասների խնդիրներից։ Անչափահասների մասնակցությամբ ծեծկրտուկները, ընդ որում կարելի ասել դաժան ծեծկրտուկները, եւ օրերս առաջ էլ պարզվեց, որ Արմավիրի մարզում 15-ամյա դպրոցական աղջնակի են առևանգել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա մեր ներքին անվտանգությունն է, մեր անչափահասները։ Ընդ որում մենք ձեզ հետ ունեցել ենք բազմաթիվ հաղորդումներ առևանգված երեխաների թեմաներով եւ այն ժամանակ եք դուք պնդել, որ ներքին անվտանգությունը երեխաների, անչափահասների ապահովված չէ։ Այս իրավիճակում ինչ է նշանակում։ Փաստորեն դպրոցական ուսուցչական կոլեկտիվը կոծկում է իրավիճակը, կոծկում է միջադեպը, սա ուր է տանելու մեզ։ Տեսեք, նախ այս հարցին անդրադառնալուց երեխաների հարցին, նախորդ դեպքով, երբ 14-ամյա տղային առևանգել էին, ծեծի էին ենթարկել եւ պարզվեց, որ պաշտոնյաների երեխաներ էին ներգրաված դրան, Եվ որ հայտարարություններ եղավ, որ պետք է պաշտոնանք արվեն, հեռացվեն համակարգից, հենց կոնկրետ քրեակատարողական հիմնարկներից մեկի Արթիկի պետի տեղակալին, կարծես հրապարակային լրագրողների հետ ճեպազրույցում քրեակատարողական ծառայության պետը փորձեց արդարացնել, ոչ թե արդարացնել արարքը, այլ արդարանալ, որ երեխայի կատարած արարքի համար ծնողին աշխատապատասխանատվության ենթարկելը մեղմ ասած ճիշտ չի լինի, բայց հետագայում բնականաբար ստորագրահավաք էր կազմակերպվել հրապարակայիններ այդ փաստը եւ հայրի իր դիմումի համաձայնով այո, ազատվեց աշխատանքից, բայց ամեն դեպքում սա ինչի մասին է խոսում, երբ որ պետական մարմինները, այսինքն իրավասու մարմինները նաև ճիշտ չեն գնահատում արարքի եւ դրա պատճառահետևանքային կապը։ Եվ նման պայմաններում նորմալ է, որ մենք ականատես ենք լինում նման դեպքերին, օրեցօր աճող դեպքերին, օրեցօր ավելի դաժան դարձող դեպքերին, եւ սա միայն դպրոցում չի։ Սա միայն այդ տարական երիտասարդ, մանուկ մանկական այս տարիքի երեխաների մոտ չի հանդիպում։ Այս նույն ատելությունը, այս նույն բարձի թողի վիճակը, այս ամբողջ բացասական ֆոնը մենք ականատես եղանք, հա, լուրերին նաև բանակի վրա է ազդում, պայմանագրային զինծառայողների դաժան ծեծի ենթարկելը, մավանտուրը հասցնելը, ինչ որ մի խոսակցության զրույցի պատճառով, այսինքն հասարակությունը կորցրել է իր կառավարելիությունը եւ ինքնատիրապետումը, կարելի է նաև այսպես ասել։ Ատելությունը մեր մեջ այնքան է շատացել, որ երբ որ անգամ մանկավարժի հետ խոսում ես, այդ մանկավարժը իհարկե ոչ բոլորը։ Մանկավարժը արդեն իսկ դաստիարակության, հավասարակշռության խնդիր ունի։ Եվ տեսնում ես, որ այդ մանկավարժի սանը նորմալ է, որ ինչ որ մեկին բռնության է ենթարկում կամ բացասական վերաբերմունք ունի իր ընկերոջ հետ։ Շատ վաղուց մենք էլի խոսել ենք, երբ որ ես ասում էի, որ պետք է դպրոցներում բերեն պատերազմ անցած ռազմական գործին տիրապետող զինղեկերի, թող զինղեկ չլինի, առանձին ինչ որ մի անձ լինի այդտեղ, որ զրույց կտանի, դաստիարակություն, տղաների դաստիարակությամբ կզբաղվի, որ տղա երեխաները ընկերոջ արժեք հասկանան, որ տեսնեն հասկանան, որ ամենավատ, ոնց ասեմ, իր քիմքին, իր շրջապատին ոչ հաճո ընկերը կարող է մի օր իր կյանքը փրկել։ Սա դպրոցական դաստիարակության պարտադիր կանոն պետք է լինի, որ տղաները մեծանան, փոքրուց մեծանան որպես զինվոր, ոչ թե որպես, ոնց ասեմ, փողոցային խաժամուշ։
Այն ինչ կատարվում է այսօր մեր դպրոցներում եւ մենք ականատես ենք լինում նման դեպքերի, սա փողոցի խաժամուժի վարքագիծ է։ Սա աշակերտի, մարդու, ընտանիքի դաստիարակություն ստացած անձի հետ համատեղելի որևէ աղերս չունի, որևէ եզր չունի, որովհետեւ մարդը եւ որ ստանում է քիչ թե շատ դաստիարակություն, հասկանում է, որ դիմացինին բռնության ենթարկել չի կարելի, որ կարելի է, եթե անգամ տեսեք, էլի մեկնաբանությունների դաշտ մտնեմ, ինչ գիտեք, ու դա գրում է ծնողը, կին, մայր, ծնողը, ինչ գիտեք, ինչ է ասել, ինչ է արել, որ այդ վիճակի են հասցրել։ Այսինքն Աստված մարդուն տվել է լեզու եւ բանականություն, որ տարբերվի անասունից, խոսության գնալու դաստիարակություն առաջ մղելու փոխարեն բռունցքների դաստիարակությունն է։ Մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ, բանականությամբ եւ խոսելու կարողությամբ։ Դուք ինչի ընտանիքում դպրոցում երեխաները այնպես չեն դաստիարակվում եւ այստեղ ծնողների մեղքի բաժինն էլ է շատ մեծ, թե ինչպիսի երեխաներ են դաստիարակում եւ ուղարկում դպրոց։ Ես լսեցի նաեւ ծեծված, տուժված երեխայի ծնողից հարցազրույց էին վերցրել հեռախոսով, նորմալ է, որ այդ երեխան պետք է այդ վիճակում լինի։ Եթե մի քիչ էլ երկար խոսեին, երևի ծնողը չվիրավորեն որևէ մեկին, ներողություն կխնդրել, որ իր երեխային ծեծել են։ Այսինքն ծնողը ինքը լինելով այն պատասխանատու անձը, որ պետք է երեխային պաշտպանի հասարակությունից, բռնությունից եւ դաստիարակություն տանի այնպես, որ իր երեխան իրեն ապահովված զգա, ինքը իր երեխային փաստացի հանրության աչքի առաջ մենակ թողեց։ Ես այդպես եմ այդ փաստը Դուք ընկալում։ զորականի դեպքի մասին եք ավելի շատ հիմա խոսում, քան այս ջրաշենը։ Նաև ջրաշենի դեպքով, երկու դեպքերն էլ, մեկը զորականի դեպքը, ջրաշենի դեպքը, սրանք գրեթե նույնական դեպքեր են։ Այսինքն, բայց այստեղ նաև տեսեք, ծնողը կարող է կաշկանդված լինել, կարող է ծնողին վախացնեն, կարող է ծնողին շահագրգռեն, ելնելով ընտանիքի նյութական վիճակից, կամ ծնողի, հիշում եք, միշտ ասել եմ, երեխաներին դաստիարակելու հարցը կարգավորելուց կամ քննարկելուց առաջ ծնողների դաստիարակությունից պետք է սկսենք, այսինքն ծնողը հոգեպես իր ստացած դաստիարակությամբ կարող է այդ երեխայի պաշտպանը լինել, կամ իր երեխային տանել այն ճանապարհով, թե դաստիարակության, թե անվտանգության ապահովման առումով, որ ճիշտ լինի եւ իր համար, եւ հասարակության համար, եւ շրջապատի համար, բայց այստեղ պետք է պետության դերը առավել մեծ լինի, որովհետեւ ծնողը կարող է գիտակից լինել, տեսեք, ունենք մի շարք ծնողներ, որոնք հոգեկան խնդիրներ ունեն, նրանք հիմա երեխա են ունեցել, երեխան մեղավոր չի, որ իր ծնողը ունի որոշակի մտավոր կամ խնդիրներ, բայց այստեղ պետությունը այնքան պարտականություն ունի եւ ի վերջո երեխայի մանկության ապահովման պարտականությունը եւ օրենքով եւ միջազգային կոնվենցիաներով պետության վրա է։ Եթե կան համայնքում ընտանիքներ, որոնք ունեն խնդիրներ, ծնողներ, որոնք ունեն խնդիրներ, եւ այդ խնդիրները նաեւ արդեն դրսեւորվում է դպրոցում, այս ուսուցչական կազմը ոչ թե պետք է դա կոծկի, այլ արդեն խնդրի ստեղծման, առաջացման վաղ շրջանում պետք է սկսի աշխատել այդ խնդրի ուղղությամբ։ Ասել չէ, եթե ահազանգ լիներ, մենք անպայման այդ ահազանգը։ Տեսեք, ոստիկանությունը ունի մանկական բաժին, ինչ աշխատանքներ է տանում մանկական բաժինը դպրոցներում։ Ծնողների մեծ մասը, երբ որ ասում ենք պետք է ոստիկանության ներկայությունը դպրոցում լինի, ասում են, հա, ոստիկանը դպրոցում չկա, դպրոցում էլ բերեք, բայց այսօր մենք ունենք վիճակ, որ այո, ոստիկանի ներկայությունը դպրոցում անհրաժեշտ է եւ խիստ անհրաժեշտ է։ Անկամ այդ տեսախցիկների տեղադրումը դպրոցներում եւ դպրոցի շրջակայքում եւ միացված լինի անմիջապես նախարարության անվտանգության համակարգին, ոչ թե դպրոցի կամ համայնքի, որովհետեւ տեսնում ենք համայնքներում, ջրաշենի դեպքներ, եթե չեմ սխալվում, դպրոցի տնօրենի տղան, թե փոխտնօրենի, մանկապարտեզի տնօրենի տղան, նրա տղան, այսինքն այստեղ արդեն համայնքի զորականներ, համայնքային իշխանությունը արդեն կաշկանդված է իր գործողությունների մեջ
եւ կոծկելու առումով եւ ինչ որ մարդկանց երեխաները հովանավորելու կաշկանդված չեն, որտեղ հնարավորություն հենց երեխաների մասին է խոսքը, Այո, այսինքն կաշկանդված իրենց չեն։ երեխաների արարքը թաքցնելու միտումներ կարող են ունենալ։ Դրա համար եմ ասում, պետք է անմիջապես նախարարության անվտանգությանը միացած լինի, որպեսզի մենք կարողանանք, մենք տեսնում ենք, որ դեպքերը չեն կանխվում, կրկնվում են։ Այսինքն հստակ քայլեր պետքա ձեռնարկվեն դեպքերը կանխելու համար։ Էջե ինչ որտեղ է երաշխիքը, որ հաջորդ դեպքը ավելի վատը չի Տեսեք 15-ամյա աղջկա դեպքը փաստորեն որ տուն դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին առևանգել են, որքանով այս դեպքը կբացահայտվի։ Կամ արդյոք նորից ընտանիքների հանդեպ չի լինի ճնշումներ կամ Մի շարք դեպքեր կան, ես մի քանի անգամ այսպես մամուլում հանդիպել եմ վերջին շրջանում տարբեր աղջիկների կորելու մասին, կորում են, անգամ տեղեկություն, ես չգիտեմ որքանով էր հավաստի, որ գտել են ինչ որ բնակարանից արդեն մահացած վիճակում եւ որքանով է այս դեպքերը օբյեկտիվորեն եւ ողջամիտ ժամկետում քննվում եւ բացահայտվում, որպեսզի չկրկնվեն, ինչի են կրկնվում, ինչի են միմյանց հաջորդում եւ դառնում պարբերական բնույթ կրող, հա, դեպքեր, ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը, ազգային անվտանգությունը կամ բացահայտվում է հասարակության կողմից բարձրացած աղմուկից հետո դա էլ է տարբերակ, որ հենց այդ դեպքերն են բացահայտվում, բայց այստեղ բացահայտել եւ գտնել աղբյուրը, վտանգի աղբյուրը եւ չեզոքացնել, սրանք տարբեր բաներ են։ Այդ բացահայտված դեպքերով ովքեր են պատասխանատվության ենթարկում կամ հայտնվում իրավապահ համակարգի տեսադաշտում փաստացի պատվեր կատարողները, թե պատվիրատուները, սրանք լուրջ տարբերություններ են, որովհետև չի կարող պարբերաբար կրկնվել դեպք, եթե այս դեպքերը կրկնվում են, ուրեմն այստեղ կոնկրետ խումբ է գործում եւ կոնկրետ նպատակով։ Կարա լինի սեկտա, կարա լինի, չգիտեմ, օրգանների վաճառք, ամեն ինչ կարող է լինել։ Այդ օրգանների վաճառքը այսօր շատ է շրջանառվում, դեռ պատերազմի ժամանակներից է շրջանառվում, անգամ Բաքվից վերադարձած զինվորի դին մայրը հայտարարել էր, որ օրգանները հանված են։ Այսինքն օրգանների վաճառքի այս ամենաարդյունավետ բիզնեսի մեջ այս անվտանգության կանոնները հստակ պետք է պահպանվեն, սա մի դեպք, սա մի ճյուղն է այս անվտանգության, որ կարող է լինել, բայց թե ինչ նպատակով են այս երեխաները, հատկապես աղջիկները մանկահասակ առևանգվում, սա լուրջ քննարկման, ազգային անվտանգության խնդիր է սա եւ պետք է այս հարցը շատ լուրջ քննարկվի։ Տեսեք, մենք նաեւ ապօրինի ворթեգրումների գործով բարձրացնում ենք անգամ միջազգային լրատվականներից, երբ որ եկան իրենք լրագրողական հետաքննություն էին կատարում, բոլորի հարցը եւ պարբերական միջազգային մամուլի հարցը մեկն է, լավ, ինչի հենց հայ երեխաներին, ինչ են անգամ միջազգային մոնիթորինգի արդյունքում պարզվում, որ Հայաստանը առաջին կամ երկրորդ տեղում է, այսինքն երեխաների ворթեգրման քանակով դեպի արտերկիր առաջնային դերերում է հայտնվում, ինչի հենց հայ երեխաներն են հայտնվում թիրախում, այո, այստեղ գենի խնդիրն է։ Տեսեք, հենց Վատիկանից Ռոմի Պապը որ եկավ, եթե չեմ սխալվում, 16 թվականն էր, 72 թե 77 երեխա ворթեգրման ենթակա իր հետ տարավ, ուր տարավ, ինչ իրավական հիմքով տարավ, այդ երեխաների ճակատագիրը ինչ եղավ, ինչ ճակատագրի արժանացան, որևէ զեկույց այդ մասին, որևէ տեղեկություն չկա, բայց փաստը մեկն էր, որ երեխաները կարող էին ворթեգրվել Հայաստանից դուրս գալ միայն ворթեգրման ճանապարհով։ Ինչ եղան մեր երեխաները, ինչին էր Ռոմի Պապին պետք Հայաստանից ворթեգրման ենթակա երեխաներին տանելը։ Հարցեր են, որ այո, դեռ Ադոլֆ Հիտլերի ժամանակներից մեր գենի վերաբերյալ տեսությունն է ունեցել, այդ տեսությունը երբեք իր արդիականությունը չի կորցրել, որ խոսում ես մարդիկ ասում են միստիկ ժանրից է, բայց կան հարցեր, ազգային անվտանգության խնդիրներ եւ թիրախայնության խնդիրներ, որ այո մեր երեխաները հայտնվել են եւ կարող են պարբերաբար հայտնվել այս թիրախում եւ այս ուշադրությունը, զգոնությունը, նաեւ հասարակական վերահսկողությունը խիստ կարեւոր է երեխաների հանդեպ։ Օրինակ ինձ մեկ ասում են դու չափից շատ ես ուրիշների գործերի մեջ քիթդ մտցնում, բայց երբ որ տեսնում ես մոլորված մի երեխա կամ նեղված, հուզված, քայլում է փողոցում եւ միայնակ է, նայում ես հասարակությունը անտարբեր մարդիկ անցնում են երեխայի կողքով։
գուցե մի բան եղել է, գուցե այդ երեխան օգնության կարիք ունի, բայց գերակշռող մասը անտարբեր է։ Անտարբեր չենք ներքաղաքական կյանքում տեղ ունեցող իրադարձությունների, քննարկումները բավականին շատ են։ Արեն Սիմոնյանը գտնում է, որ այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագրի համար կոնկրետ մրցակից չկա։ Հանրության մի մասն է այդ կարծիքին, բայց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ արձագանքում է, որ հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք։ Ինչ է լինելու մինչև հունիսի 8-ը եւ ինչ է լինելու հունիսի 8-ից հետո, ընդ որում ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուի մասին էլ խոսվեց այս քանի օրվա ընթացքում։ Մենք ունենք նաեւ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նախկին ոստիկանապետ Վալերի Հոսիպյանին, ՊՊՑ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին։ Այս ներքաղաքական խմորումները ինչի մասին են։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, փորձենք Ես կարճ ամփոփենք, նախկինում անդրադարձել եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այս թիմերը եւ իրանց արբանյակները մասնակցեցին ընտրություններին, այո, լինելու է այնինչ լինելու է, Նիկոլ Փաշինյանը մրցակից չի ունենալու Նիկոլ Փաշինյանի թիմը եւ այս առումով Արեն Սիմոնյանի հետ ես համակարծիք եմ, ոչ թե նրա համար, որ իրենք անփոխարինելի են, այլ նրա համար, որ այսօրվա ընդդիմությունը իրան շատ մեծ աջակցություն կցուցաբերի այդ հարցում։ Իսկ այն ուժերը, որ կարծես թե ես նայում եմ, լսում եմ, հետևում եմ, կարող են իրականում առողջ ուժ ձևավորել եւ մասնակցել որպես առողջ ուժ ընտրություններին եւ ինչու՞ չէ հաղթել ճիշտ PR-ի դեպքում, ճիշտ ներկայացման դեպքում, նրանք չեմ կարծում, որ ունեն այդ բավարար միջոցները, որպեսզի կարողանան այս ընտրաշավը գործող իշխանության Ռոբերտ Քոչարյանի կամ մյուս ուժերի, գումար ունեցող ուժերի չափ իրենց քաղաքական ակցիաները որոնք դաշտում արդեն ուժեղ Հայաստանը հասկանալի է ինչ միջոցներով է մտնում ուժեղ Հայաստանը իր միջոցներով, բայց ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն փաստացի երկքաղաքացի է, իսկ օրենքը դա արգելում է, ես չեմ կարողանում հասկանալ ինչ տրամաբանությամբ են այդպես գնացել, մինչդեռ այդքան միջոցներ ունենալով կարող էին առաջադրել այնպիսի տեխնացու, կարծես թե փորձում են Նարեկ Կարապետյանին կառաջադրեն։ Նման խոսակցություններ էլ կա, գուցե առաջադրեն։ Նարեկ Կարապետյանն էլ է կարծես թե երկքաղաքացի, եթե չեմ սխալվում, նման հրապարակումներ են եղել, բայց ամեն դեպքում իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ազգի մեջ բացի բիզնեսմեններից ուրիշ վարչապետի տեխնացու չկա։ Որտեղ գումար ունեն, կարողանում են մասնակցել ընտրություններին, գումար ունենալ եւ պետություն կառավարելը, բիզնես կառավարելն ու պետություն, ներքին եւ արտաքին քաղաքականություն վարելը իշահ պետության, դրանք տարբեր բաներ են։ Ամեն դեպքում դուք գտնում եք, որ այս ովքեր որ հիմա քաղաքական դաշտում կան, այս ֆինանսներով իրենց եւ այլն ապահովում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Կարծում եմ այո, որովհետև պետք է օբյեկտիվ լինենք, անկեղծ ասած, ես որևէ մեկի դեմ, որևէ քաղաքական ուժի դեմ, որևէ բացասական վերաբերմունք, որ ասում այ ես ինքս քաղաքականության մեջ չկամ, իմ համար բոլորը նույն հարթությունն են, բայց լինելով հայամետ մեր ազգի եւ պետության մասին մտահոգ քաղաքացի որպես ես գտնում եմ, որ այսօր բոլորը իրենց ջանքերը դրել են, օգտագործում են, անգամ գիտակցված թե չգիտակցված չգիտեմ, ամեն դեպքում իրենք այսօր իրենց ռեսուրսները ծախսում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրման համար։ Ոնց կմտածեն իրանց խորհրդատուները, քաղաքական եւ իրավական խորհրդատուները ովքեր են, բայց մարդ հատկապես նման մասշտաբի կարողություն ունեցող մարդը պետք է նույնիսկ Քոչարյանները եւ Կարապետյանները, այո, պետք է կարողանան ճիշտ պահին իրավիճակը ճիշտ գնահատել եւ ճիշտ միջոցներ ձեռնարկել։ Մի քայլ հետ քաշվելը կամ երկու քայլ հետ քաշվելը սա պարտություն չի, այլ դիվանագիտական քայլ է։ Այսինքն այսպիսի խնդիրներում եւ որ հարցը վերաբերում է պետությանը ավելի շատ պետք է լինել ոչ թե եսակենտրոն, այլ դիվանագետ։ Եթե գործում ես, ասում ես, որ գործում ես իշահ պետության եւ քո բոլոր ծրագրերը միտված են պետության, հայ ժողովրդի բարեկեցությանը, պետք է կարողանալ լինել դիվանագետ եւ ինչու՞ չէ մեկ կամ երկու քայլ հետ քաշվել եւ առաջ մղել այնպիսի կադրերի, որոնք իրապես կարող են ներկայանալի լինել, իրապես
կարող են որևէ խնդիր լուծել եւ համոզիչ լինել այս հարցում։ Մարտի 1-ի մասով ունենք փաստորեն նորություն կրկին Այո։ ընտրություններից առաջ եւ կրկին Փաստացի հեղափոխական ոստիկանապետը այսօր մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում է եւ ՊՊՑ գնդի մորցեր այդ տեղակալը մյուսի մասին ոչինչ ասել չեմ կարող, աչքովս երբևէ չի ընկել հեղափոխական որևէ գուցե անունը հնչել է շրջանառվել է, բայց կոնկրետ Օսիպյանի մասով կարամ ասեմ, որ հեղափոխական իշխանության սրտի ոստիկանապետը, եթե մարտի 1-ի գործով որևէ մասնակցություն ուներ, ինչի 2018-ից մինչև 26 թվականը մեղադրյալի կարգավիճակ չուներ եւ միայն 6 տարի հետո որոշեցին, լավ 5 տարի հետո որոշեցին, որ այս անձը պետք է լինի մեղադրյալի կարգավիճակում, ինչ խմորումներ ա եղել, որտեղից պարզեցին, ինչի հենց հիմա, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց այն, որ Վալերի Օսիպյանը իշխանության սրտի, հեղափոխական իշխանության սրտի ոստիկանապետներ, դա բացահայտ է գաղտնիք չէ։ Հիմա դուք ինչպես եք դա բացատրում, սա ուղղակի շոու է, թե իրականում, թե ինչ որ բանը գիտի, ինչպես դուք եք ասում։ Կարող է որևէ ընդդիմության կողմնակից լինել, կարող է սա եւս մեսիջ լինել ինչ որ մի անձի կամ հենց Վալերի Օսիպյանին, որտես խելոք մնա, չմասնակցես ոչ մի բանի չխառնես, որտեղ բոլորս էլ գիտենք նման մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, նաև ունեն համակարգում կապեր, որոնք դեռ պահպանվում են, թե տղայական, թե մարդկային, թե զուտ վերադաստորադաս հարաբերություններում կարող է այստեղ որևէ վտանգ տեսել են, բայց սա չի կարող լուրջ լինել, որովհետև տեսնում ենք մի շարք քրեական գործեր 7-8 տարի հետո նոր մեղադրանք, այսինքն քրեական օրենսդրությունը, օրենսդիրը սահմանել է կոնկրետ քրեական վարույթների գործերի քննության ժամանակահատված։ Անկախ նրանից հիմա կասեն մեղադրյալ չի եղել, առանձնասպաս մաս եղել, այսինքն օրենսդիրը գտել է, որ քրեական գործ վարույթ քննելու համար ծանր առանձնապես ծանր գործերով 1 տարին բավարար է։ Դուք 7 տարի, այն էլ մի հատ քննչական խումբ եք կազմում, քննչական խմբեր կան 50 հոգուց ավել են մի հատ պարզ գործով։ Այսինքն կամ ձեր համակարգում գիտակից մարդ չկա, ձեր համակարգը ուղղակի լցված է կադրերով, որոնք 10 կադր կամ 50 կադր միասին մի կադրի գործ չեն անում, մի պաշտոնյայի գործ չեն անում, կամ սա ուղղակի դիտավորություն է, այն հիշում եք, որ ասում եք դարակներում քրեական գործերը պահում են, որ պահին ում դեմ տալու բանը պետք հանում են, հետո նորից մեկ էլ տեսնում ես գնաց չկա, Օհանյանի գործը ինչ եղավ, փաստ, ինչ եղավ, ոչ մի բան։ Դատախազությունը վերածվել է քաղաքացիական գործեր վարող փաստաբանական գրասենյակի, որը իրար հետևից տապալվում է 527, թե ինչքան գույքի ապօրինի գույքի բռնականացման հայց ունի, կատարյալ կոլապս է այդ քանակի մեջ, այդքան այն էլ հաշտությունով կնքված ավարտված գործեր, որ հետ են բերվել, առանց հաշտության որևէ բան հետ չի բերվել։ Այսինքն որ զբաղվեն իրականում դատախազություն, քննչական ոստիկանություն զբաղվեն իրականում իրենց լիազորությունների, պարտականությունների շրջանակներով, այսպես էլ չի լինի։ Եթե հանցագործը կբացահայտվի 1 տարվա ընթացքում կգնա դատարան, կդատվի, քանի տարում կդատվի, եթե չէ, սա օգտագործել քաղաքական ուժերի կամ առանձին անհատների դեմ որպես իրավական մահակ իրենց հարցը լուծել, սա ակնհայտ սպառնալիք է, սա ոչ թե մեղադրանք է, սա սպառնալիք է, այսինքն ոնց ասեմ, շանտաժի լեզվով են խոսում մարդկանց հետ եւ քաղաքական ուժերի եւ անհատների հետ։ Ինչ կան քրեական գործ կհարցես։ Վաղը իմ նկատմամբ էլ նորից կան նախկինում ոստիկանությունը մարդկանց գրպանը թմրյան նյութ էր գցում, ես այսօր կատակով որ ասում եմ այսօր մարդկանց գրպանը մեղադրական եզրակացություն են գցում։ Սա է այսօրվա իշխանության գործելավոճը, վախացնելով, սպառնալով մեղադրանքներով մարդկանց հետ պահեն որոշակի գործողություններից, բայց սահմանափակ ենք այս թեման, ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ կան, որոնց իրենց մեղադրանքները բացարձակ չեն հետաքրքրում, իրենք գնում են իրենց հավատարիմ են իրենց սկզբունքներին եւ գնում են իրենց քաղաքական գծի, քաղաքական դիրքորոշման հետևից։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Զարթյան այսօրվա հաղորդման համար, իրադարձությունները շատ են, բայց բոլորին չենք կարող անդրադառնալ։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։